Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Արամը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի մտերմանա Ռեբեկայի հետ, շահի նրա վստահությունը, ավելի լավ ծանոթանա, բայց Ռեբեկան այդքան էլ լավ չէ տրամադրված Արամի հանդեպ, ավելի ճիշտ լավ չէր, մինչև լսեց Արամի ու այն երիտասարդ խաղամոլի խոսակցությունը, որի ընթացքում Արամը պաշտպանում էր Ռեբեկային։ Իրականում Ռեբեկայի համար դա ոչինչ չի փոխում, քանի որ նա հավատարիմ է Վահեի հիշատակին և մոտ ապագայում չի պատրաստվում որևէ տեսակի հարաբերություն ունենալ։ Արամը սակայն մարտական է տրամադրված և ցանկանում է հասնել իր ուզածին։ Գոռն էլ ընթերցելով Դիանայի նամակը զանգում է Սարգսին ու պայմանավորվում նրա հետ հանդիպել։ Գոռը մտածում է, թե Սարգիսը միամիտ հիմար տղա է և չի հասկանա, թե ով է իրեն զանգել ու ինչու։ Հավանաբար Գոռը մոռացել է, թե Սարգիսը ինչ խաղեր տվեց հիվանդանոցում մահամերձ պառկած լինելով հանդերձ։ Մի խոսքով, Սարգիսը ձևացնում է իբր հավատաց ու համաձայնում է գալ հանդիպմանը։ Այսինքն Գոռը մտածում է, թե ինքն է խաբել Սարգսին, բայց իրականում ստացվել է լրիվ հակառակը։ Նա ուրախ զանգում է Արմանին և հայտնում, որ ինքը քիչ հետո գնալու է Սարգսին տեսնելու, առաջարկելով նրան էլ գալ հանդիպման։ Արմանը ևս շատ է ոգևորվում այս ինֆորմացիայից և նրանք գնում են հանդիպման վայր։ Սարգիսը սակայն լրիվ այլ բան է մտածել։ Գոռն էլ նախքան այդ հանդիպմանը գնալը գնում է մեկ այլ կարևոր հանդիպման, խոսելու Սարոյանի հետ և վերջապես հասկանալու նրա տրամադրվածությունը։ Գոռը երկար-բարակ խոսում է, բացատրում, ասում, ու Սարոյանը վերջում նույնիսկ լռեցնում է նրան, ասելով, որ այլևս ոչինչ բացատրելու կարիք չկա, որ արդեն գաղտնի հանդիպելու կարիք էլ չկա, քանի որ ինքը տալիս է իր համաձայնությունն ու օրհնությունը և պատրաստ է ամեն ինչով աջակցել այդ հարաբերություններին։ Գոռի ուրախությանը չափ չկա, նա միայն մեկ ցանկություն ունի, որքան հնարավոր է շուտ դուրս գա Սարոյանի տպարանից, այդ լուրը հայտնի Սարային և իրենք միասին որոշեն հարսանիքի օրը։ Իհարկե շատ լավ կլիներ, եթե ամեն բան լիներ հենց մեր նկարագրածի պես, բայց իրավիճակը զարգանալու է այլ ուղղությամբ, քանի որ Գոռի ու Սարգսի հանդիպումը անհետևանք չի մնա, ինչը կազդի նաև Գոռի ու Սարայի հարաբերությունների զարգացման վրա։ Հարգելի հետևորդներ, ինչպես կավարտվի Գոռի ու Սարգսի հանդիպումը, գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորդ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված, Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ, խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ,
ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնելու։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուհուցս եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի, էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, սոնուշնի գրուպան